Իրանում բողոքի վերջին ցույցերի և միջուկային գործարքի շուրջ աճող լարվածության ֆոնին Միացյալ Նահանգները Իրանի ափեր ուղարկեց աշխարհի հզորագույն նավատորմի գլխավորած ռազմածովային հարվածային խումբը։ Սրա հետևանքով մտավախություններ առաջացան, Վաշինգտոնի և Թեհրանի միջև կարող է ուղիղ հակամարտություն սկսվել։ Արդյոք կողմերը կհատեն կարմիր գծերը, մինչ բոլորը այս հարցի պատասխանն են փնտրում, Փեզեշքյանը հրահանգում է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։ Բանակցությունները միշտ շատ ավելի լավ են, քան ցանկացած առճակատում եւ իհարկե պոտենցիալ ունեն մեղմելու եւ դիրքորոշումները եւ ընդհանուր իրավիճակը։ Վերջին տարիներին Իրանը և Միացյալ Նահանգները միջուկային ծրագրին նվիրված միջնորդավորված բանակցությունների 5 փուլ էին անցկացրել։ 6-րդի մեկնարկից մի քանի օր առաջ էր տեղի ունեցել Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Ռազմական էսկալացիայի հավանականությունը մեծ էր, ասում է իրանագետ Աննա Գևորգյանը, հաշվի առնելով նախորդ փորձերը, երբ բանակցություններին զուգահեռ տեղի են ունեցել նաև զինված բախումներ։ Առաջիկա բանակցությունները նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին և դուրս չեն գալու այդ շրջանակից։ Արդյոք հնարավոր կլինի փոխել նախապայմանները, որոնք առաջարկում է Միացյալ Նահանգները։ Այն է բուն միջուկային ծրագրի համատեքստում Իրանի բալիստիկ հրթիռների, տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաև հարստացված ուրան չունենալու հարցը։ Մինչ այժմ Իրանը հայտարարում է, որ սրանք կարմիր գծեր են եւ ինքը չի համաձայնվելու սրան, բայց եթե գտնվեն ինչ-որ տարբերակներ, որտեղ կամ պայմանները կփոխի Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Իրանը դեմ չի լինի սրանց, ապա այո, կարող են ունենալ նոր միջուկային համաձայնագիր Իրանի եւ ԱՄՆ-ի միջև։ Եթե երկու կողմն էլ պնդեն իրենց մի կողմից մաքսիմալիստական պահանջները, մյուս կողմից կարմիր գծերը որևէ կերպ չփոխելու, այսպես ասած, մարտավարությունը, ապա հակառակը ռազմական էսկալացիան կդառնա միակ տարբերակը հարցի լուծման ցավոք։ Տարածաշրջանի, հատկապես Հայաստանի համար կարևոր է հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Ցանկացած ռազմական միջամտություն, նույնիսկ կարճաժամկետ, չի կարող չանդրադառնալ հարավային Կովկասի վրա։ Հայաստանի հարավային սահմանը ավելի պաշտպանությունը ավելացնելու եւ նաեւ որոշակի ծրագրեր մտածելու անհրաժեշտություն կա, թե եթե փախստականների հարց նորից առաջանա, ինչպես է կարգավորելու այդ բոլորը Հայաստանը, ինչու է սա կարևոր, որովհետեւ Ադրբեջանը մինչեւ հիմա ցամաքային իր սահմանները բոլոր փակ է պահում, իսկ Թուրքիան էլ շատ լուրջ պատրաստություն է տեսնում, այսպես ասած, կանխարգելելու փախստականների ներհոսքը դեպի Թուրքիա եւ այս հատկապես համատեքստում Հայաստանի համար շատ ավելի ռիսկային իրադրություն է ստացվում, պետք է հասկանալ, թե ինչպես է հնարավոր լուծել նաեւ այդ հումանիտար ռիսկերը, որ կարող են ծագել։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին էլ նախազգուշացրել է Միացյալ Նահանգների ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանային հակամարտության։ Սա էլ իր հերթին մեծացնում է ռիսկերը ոչ միայն մերձավոր Արևելքի, այլև մեր տարածաշրջանի համար։ Ըստ իրանագետի Արաղչի Ուիտքով հանդիպումը հարցը բանակցությունների միջոցով լուծելու հնարավորություն է տալիս։ Իրան-արևմուտք հարաբերությունները առհասարակ ինչքան ավելի սրվում են, այդքան Հայաստանի համար դժվար իրադրություն է լինում մանևրելու եւ չվատացնելու իր շատ կարևոր ռազմավարական նշանակության հարաբերությունները եւ Իրանի հետ եւ Արևմուտքի հետ։ Հետեւաբար բանակցություններով հարցի հանգուցալուծումը Հայաստանի անվտանգության շահերից է։ Ըստ իրանագետի բանակցությունների նույնիսկ շարունակվող այս իրավիճակը Հայաստանի համար ռիսկեր է պարունակում։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կհանդիպեն ուրբաթ օրը Ստամբուլում։ Սա կլինի երկու երկրների պաշտոնյաների միջև առաջին հանդիպումը անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո։ Նարեխ Խաչատրյան, Սյունիք լուրեր։